թագավոր ու արարիչ։ Ես Մենք պաշտում ենք քեզ, Քեզ, մենք մեծարում ենք քեզ, Հիսուս։ ամենա Ամենակարող հզոր արարիչ։ Ու ասում ենք շնորհակալ ենք, որ քո անունը քո ամենակարող հզոր ամենագետ զորավոր անունը կանչված է հենց մեր վրա, Տեր։ Ու դա մեր ընտրությունը չի, դա քո ընտրությունն է, որ դու մեզ ընտրել ես, տնկել ես քո փառքի մեջ։ Մենք քեզ փառք ենք տալի, մեծարում ենք ու ասում ենք շնորհակալություն քեզ, Տեր։ Այն պատվի համար, որ մեզ արժանացրել ես, որ բերել ես քո արքայության մեջ դրել ես, որ մենք աճենք ու պտուղ տանք։ Մեծարում ենք քեզ, օրհնում ենք քեզ, Հիսուս, ու ասում ենք շնորհակալություն քեզ։ Ու խնդրում ենք, որ քո ներկայությունը իմա իջացնես ստեղ ամեն մեկիս վրա, Տեր։ Վերցրու ամեն մեկիս քո ձեռքերի մեջ, քո քաղցրության, թեթևության, խաղաղության մեջ, Տեր։ Ամեն ստրես, պանիկա թող հեռանա, Տեր։ Ամեն տեսակ ջղաձգություն, ամեն լարվածություն թող հեռանա, Տեր։ Թող ամեն մեկս այսօր վայելի քեզ, Տեր Հիսուս։ Մեծարում երկրպագում ենք քո սուրբ անունը ու ասում ենք շնորհակալություն քեզ, հզոր արքա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք, փառք, փառք մեր Աստծուն։ Ինքը արժանի է ողջ փառքին, սիրելիս։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Գիտես, այսօր աշխարհը ում ասես ծափ է տալի։ Ու մեկը այս ընդհանրապես վերջի ժամանակներս աշխարհը լրիվ է գժվել։ Մեկը վերականում մի աննորմալություն անում, տեսնում ես 50 միլիոն մարդ է իրան դիտել ու բոլորը լայք են դրել, բոլորը ծափ են տալի։ Այն մեկը դու սա գալիս չգիտեմ, մի հատ բան է ներկում գլխին, մի կապկություն անում կներես, սա աշխարհն ասում է, տենում եք ինչ է անում։ Իրականում աշխարհը հետ է գնում, սիրելիս։ Աշխարհը հետ է գնում, փոխանակ առաջ գնա, աշխարհը դառել ավելի պրիմիտիվ, աշխարհին ավելի հեշտ է ուշադրությունը գրավել, հերիքա մեկը մի ծամածռություն անի ու բոլորի ուշադրության կենտրոնում է։ Բայց սիրելիս, մեր համար գիտես ինչն է կարևոր, որ մենք ոչ թե այդ աշխարհին ծափ տանք, այլ մեր Տեր Հիսուսին ու չդադարենք ամբողջ կյանքում իրան ծափ տալուց, լավ։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն, փառք, 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 սիրելիս։ Ինքը արժանի է, հա։ Երբեք մի աման չի Աստծուն ծափել տաս, փառքել տաս, ուրախանաս, որովհետև ինքը կենդանի Աստված է։ Ամեն։ Տեր օրհնի քեզ։ Մի բան եմ խնդրելու քեզ։ Այսօր նենց պիտի ժպտաս կողքինիդ մինչև նստել, որ սաղ դարդերը գնան հանգիստ նստի։ Այդ հենց կարաս շուրգաս իրան մեջ ժպտաս, այն խնդիրները դարդերը մեջից գնան, լավ, ու կարող ես նստել։ Շնորհակալություն ձեզ, հրաշք եք դուք բոլորդ։ Աստված օրհնի ձեզ։ Գիտես ով է տխրում, սիրելիս։ Նայ, շատ պարզ բանաձև է, գիտես ով է կյանքում տխրում։ Ես չեմ ասում անդարդ եկելի պես սենց մանգանք։ Չէ, մեր մոտ լինում է, չէ, հուզական պահեր, որ մի քիչ նեղվում ես, մի քիչ այս րոպեին ասում ես նաստրայինիա չունեմ, մի քիչ խնդիրների մեջ եմ, բայց այն որ սենց տխրության մեջ ընկնելը քրիստոնյայի համար չի։ Քանի որ մեր ապավինությունը երկնքից է, մեր կախվածությունն էլ է երկնքից։ Իսկ երկինքը երբեք ոչ մեկի չի տխրացնում, ասեմ քեզ։ Ուրեմն մենք տխուր ապրելու իրավունք չունենք։ Իրավիճակներում կարանք տխրենք, բայց ներսդ պիտի միշտ ժպտա, որովհետև դու Աստված ունես։ Դու երկնքի քաղաքացի ես, քո քաղաքացիությունն էլ է երկնքից։ Քո հույսն ու հավատն էլ է երկնքի վրա։ Քո սպասումն էլ պիտի երկնքից լինի։ Քո ապագա կառուցելն էլ պիտի երկնքի վրա լինի։ Հիշում եք Հիսուսն ինչ էր ասում, ասում էր գանձեր մի դիզեք ես երկրի վրա, որ ցեցը կարա ուտի, գողը կարա գողանա։ Գանձեր դիզեք երկնքում։ Ճիշտ է, մարդը մարդկորեն սիրում է մեկը հավաքել, իրան ապահովել, մի քիչ ապահովելնեմ, վաղվա օրվա մասին մտածեմ, բայց այստեղ այդ դիզել բառը այնքան կարևոր է։ Երբ որ դիզել նշանակում է, գիտես ինչ անել, այն որ խոտը դիզում են, տեսել եք, դեզ են սարքում։ Այդ դիզել բառը չպետք է լինի քո մեջ։ Դու պիտի դիզես երկնքում քո գանձերը։ Այս երկրի վրա կարաս բանկում էլ գումար ունենաս, տունն էլ մի քիչ են բարձի տակի, հա, հին ձևերով, հա, ունենաս, դրա մասին չի խոսքը։ Բայց երբ որ ուշք ու միտքդ
էլի դիզեն, ավելացնեն, ստեղ, նշանակում է հույսը ստեղի վրա է։ Հենց հույսը ստեղի վրա է ալնում, այստեղ ինչ մի բան վատ ալնում է, սկսում ես տխրել։ Մի բան չի ստացվում, սկսում ես տխրել, որովհետև ինչի հույսը ստեղի վրա է։ Ես մի афորիզմ ունեմ, մոտավորապես սենց է հնչում. երկրայինի վրա չեն կենտրոնանում միայն նրանք, ովքեր ապրում են երկնայինի սպասումով։ Այսինքն, եթե երկնայինի սպասումով ես ապրում, ես երկրի վրա չես կենտրոնանա։ Բայց թե ուշք ու միտքդ էս մի կյանքն է, որ ապրելու ես, ուշք ու միտքդ լավ ապրելն է, ամեն ինչ փորձելն է։ Ես հիշում եմ տատիս 75 տարեկան էր այդ կողմերը։ Ինչ նոր բան լիներ, ասում էր բերեք մի հատ փորձեմ։ Ես գնացող եմ, դուք մնացող եք։ Ասում էր մի հատ էլ էս էլ փորձեմ։ Որովհետև մարդը հասկանում է, հեսա վաղը չի լինելու, ասում է գոնե մի հատ էս էլ փորձեմ, անցնեմ գնամ։ Բայց որ գիտես ինչ, երբ որ դու գիտես երկնքում նենց բաներ ես փորձելու, որ ստեղ չկա։ Հիմա ստեղ մի բան կփորձես, ինչ անենք, որ մարակուայի բոլոր տեսակներից չես կերե, հետո ինչ։ Սա թո երկնքում նենց բաներ ես վայելելու։ Նենց բաներ ես վայելելու, դու էլ զարմանաս։ Էլ չեմ ասում, էլ հես երկրի վրա լիքը բան ունես հետո վայելելու։ Դրա համար սիրելիս, երբ որ կախված ես լինում երկնքից, դեմքդ ուշուշ է տխրում։ Բայց եթե կախված չես երկնքից, ուշքու միտքդ երկրի վրա է, սատանան ամեն օր էլ քեզ տխրելու առիթ կտա։ Մի օր կասի Վարշավի տա մազերը ծուր կդրել, քուրիկներին մի օր կասի ծուր չի կտրել, բայց ածենեկը լավ չի բռնացրել։ Հա, տխրելու առիթ միշտ էլ կա, էլի։ Մի օր կասի գումար չկա գրպանդ, մի օր կասի կող կտա ցավում, մի օր էլ կասի 32 տարեկան ես, հələ չես պսակվել, աղբեր ջան։ Ու դու սկսում ես տխրել, այսինքն սատանան ինքը քեզ ամեն մեկիս համար այնքան թեմա ունի տխրացնելու, բայց երբ որ դու ապրում ես երկնայինի սպասումով, մարդ ենք, իրավիճակներ լինում է, որ տխրում ենք, բայց չենք մնում դրա մեջ։ Ես շատ հաճախ եմ հանդիպում հայ կանանց, որ գիտեք, ինչ որ մի հատ դեպք է եղել դժբախտություն իրանց տանը ու արդեն 40 տարի է սև շոր է հագնում, սքի մեջ է դուրս չի գալիս։ Վրաստանում ընդհանրապես մի հատ տարածք կա, այնտեղ դիվահարված են դրանով։ Դու գիտեք ոնց են այնտեղ ապրում։ Բոլոր կանայք այնտեղ սև են հագնված։ Գիտեք ինչի։ Որովհետև իրանք սքում են 7 տարի առաջ հարևանի մահացած հարևանի համար, մորքուրի տղու համար, հորքուրի բոլորի համար սուք են պահում։ Ու այդ խեշ կանայք ամբողջ կյանքը սև հագնված են, սքի մեջ են։ Պատկերացնում ես, մարդը ինքը իրան մցրել է սքի ոգու տակ ու չի կարող դուրս գա։ Բայց Աստված միշտ ասում է ուրախ եղեք։ Ես հաղթել եմ այս աշխարհին։ Ուրախ եղեք։ Այն տես նոր Արտուր եղբայրը լավ օրինակ բերեց ֆուտբոլից։ Հələ պատկերացրեք Հայաստանի հավաքականը աշխարհի չեմպիոնատը հաղթել է ֆուտբոլի։ Պատկերացրեք 2026 թվականին Ամերիկայից գալիս են Հայաստանի չեմպիոնները, աշխարհը հաղթած, աշխարհի կուբեկը բերած։ Մի շաբաթ ամբողջ Հայաստանը գրպանը փող կա, չկա, հիվանդ է, հիվանդ չի, բոլոր ուրախ են լինելու։ Ինչի, որովհետև մեկը հաղթել ենք։ Հիմա Հիսուսն ասում է մեկը հաղթել եմ, ինչ ուզում լինի կյանքումդ ուրախ եղի։ Ես մինչև քո կյանքի վերջ քո ամեն ինչում հաղթել եմ։ Ես հաղթել եմ, հաղթանակն է քեզ եմ տվել։ Հա, ոչինչ։ Այսօր չստացվեց։ Այս ինչը մերժեց, այս ինչը կոպտեց, այս ինչ տեղում այս ինչ բանը կորցրեցիր, ստեղը ցաված, ընդեղը դեսիմ ինչ եղավ։ Ինչ անենք, մարդ ես կյանքը Աստվածաշունչն ասում է, ինչ որ անհավատին ալնում, այն էլ հավատացյանին ալնում, այս երկրի վրա ես ապրում։ Նորմալ չի, ես երկրի վրա ապրես, այն եվրեի ասածով, հա, ասենք բոլոր տեղերը քամի լինի, դու փողոցով գնում ես, քո վրա քամի չի գալու, այն չի լինում։ Լսել եք, չէ՞, եվրեյը որ գնում է շաբաթօրով գնում է փողոցով, բանը դոլար է գետնին լինում։ Դե իրանք շաբաթօրը գործ չեն անում, չի կարա, չէ՞ վերցնի։ Ինչ անի։ Վերցնում է, գալիս է տղեկի մոտ ընկերներին ասում է, չեք պատկերացնում ինչ հրաշք եղավ։ Ասում է, ինչ եղավ։ Ասում է, գիտեք, փողոցով գնում էի, մի հատ դոլար տեսա։ Շաբաթ է, չեմ կարա վերցնեմ, բայց ասում է, աղոթեցի բոլորի մոտ շաբաթեր, իմ մոտ ուրբաթ ու վերցեցի։ Ձևը գտել է, էլի։ Հիմա
հասկանում ես դու այս երկրի վրա ինչ ուզում ես արա, այս երկրի վրա ես ապրում, չես կարող այնց անես, որ չանցնես։ Երբ որ COVID-ը ալնում, COVID-ը բոլորի մոտ էլ գալիս է։ Բայց սրա մեջ կարևորը գիտես որն է, դու քո տիրոջը ապավինելով ասես ես մեջով կանցնեմ։ Ես իմ ուրախությունով, խաղաղությունով մեջով անցնում եմ։ Եթե երկրում կրիզիս է, նորմալ է որ մի քիչ էլ կրիզիսը քեզ կպնի։ Ուղղակի տարբերությունն է այդ կրիզիսը քեզ չպիտի վերցնի, քո խաղաղությունը չպիտի գողանա։ Դու պիտի հասկանաս, որ մեկը Հիսուսի հետ է, մեկը ուրախ եմ։ Ամեն։ Ես հաշա ուրիշ բան էի խոսալ, ինչ եք անում, չեմ հասկանում։ Չեք թողելու խոսամ։ Ինչ որ մեկի համար էսի հաստատ պետք է, սիրելիս, ինչ ուզում ա լինի, հիշի, դու կպած ես երկնքից։ Հա, այս աշխարհի ստանդարտները քո կյանքի, քո բնութագրի վրա չպետք է ազդեն։ Անկամ եթե մի բան քո կյանքում չի ստացվում, ինչ որ մի բնագավառ, ինչ անենք չի ստացվում։ Աստված ունես աշխարհը չունի։ Ինչ ես մտածում։ Աստված կարող է հատուկ նայում է տենա, որ չի ստացվում, քեզ ոնց կպահես։ Այդտեղ երևում է դու հավատարմությունը, Տիրը հանդեպ վստահությունը, ոնց կպահես։ Այսօր կակրած մի քիչ դրա մասին ուզում եմ խոսամ։ Ինչ շուշուտ մարդիկ մոտենում են տարբեր խնդիրներով։ Ու գիտեք, գալիս են կիսվում են, տարբեր ձև են նայում խնդրին։ Մեկը գալի ասում է, հոյ ջան, չես պատկերացնում, ես 6 ամիս է ոչ մի գործ չունեմ, ինչ անում եմ, չի ստացվում, բայց կհավատաս ինքան հանգիստ եմ։ Մեկը Աստված հետ է, ոնց լինի մի դուռ կբացի։ Այն մեկը գալի ասում է, այս 3 շաբաթ է Աստված ինձ թողել է, ոչ գործ ունեմ, ոչ փող։ Աստված էլ ինձ մոռացել, սաղ սուտ է ու գնաց մրթմրթալը։ Այն երրորդը գալի ասում է, տեսա ընտանիքը սոված է, ինչ անեի։ Փող չկար, ընտանիքը սոված էր, գնացի գողություն արեցի։ Ու ուզում ես նայում ես երեքն են իրավիճակում են, բայց ամեն մեկը ոնց է նայել այդ իրավիճակին ու ոնց է իրեն պահել։ Հա որտեվ իրավիճակներ մեր կյանքերում գալիս է։ Գալիս է պահեր, որ դու ուզում ես լացես, ուզում ես գոռաս, ուզում ես ձեն չանես ժամերով, այն որ խոսալը չի գալի։ Ես հիշում եմ իմ կյանքում մի շաբաթ խոսալը չէր գալի։ Հացը չէի ուտում։ Ընկեր վաղուց էր, անցած հազարամյակում էր։ Ընկերներս ինձ համոզում էին, որ հաց ուտեի չէի ուտում, որովհետև չէի կարող, այնքան բան իրավիճակ էր եկել մի քիչ գլոբալ բաներ խառնվե իրար, որ չէի կարող հաց ուտեի։ Մարդ ես, ամեն ինչ կարա լինի։ Իրավիճակներ տարբեր գալիս են մեր մոտ, շատ կարևոր է այդ իրավիճակում ոնց ենք պահում։ Ու գալիս է պահ, որ ուղղակի աղաղակում ես, ու շատ կարևոր է ինչ աղաղակ ես դու հանում։ Ես այսօր հենց կակարած աղաղակներից եմ ուզում խոսամ։ Ինչ աղաղակ ենք մենք հանում, որովհետև աղաղակները տարբեր են։ Երբ որ գալիս է ինչ-որ իրավիճակ քո կյանքում, ու դու աղաղակ ես բարձրացնում։ Քո աղաղակի տեսակը հաճախ ցույց է տալի քո հոգևոր վիճակը։ Եվ ես մի քանի տեսակ եմ նշել, ուզում խոսամ մի քիչ սիրելիներս։ Առաջին ուզում խոսամ անօգուտ աղաղակից։ Երբ որ մենք անօգուտ աղաղակ ենք բարձրացնում, ոչ այնտեղ որ պետք է։ Տեսեք ինչ է գրած Դատավորաց 10:14-ում։ Աստված իր ժողովրդին ասում է. գնացեք ձեր ընտրած աստվածներին աղաղակեք։ Նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակին։ Ցեք Աստծո համար շատ կարևոր է, որ դու նեղության մեջ ես։ Ում ես աղաղակում։ Ում ես այդ րոպեին քեզ Աստված տենում, որովհետև ում վրա հույս ես դնում, իրան էլ Աստված ես տենում։ Եթե ուշքու միտքդ գնոջդ ասում ես զանգի մորքուրի տղուն անպայման ամեն գնով նենց արա, որ այդ փողը տա տանենք բանկի պարտքը տանք։ Ինքն է, ինքը չեղավ կործանված ենք։ Էսի ճիշտ աղաղակ չի։ Էսի հույսը դրեցիր կնոջդ մորքուրի տղու վրա։ Ես դեմ չեմ, որ բարեկամներից մենք փող ուզենք, եթե պետքա ինչ-որ խնդրով դիմենք մեր բարեկամներին, սրա մասին չի խոսքը։ Բայց շատ կարևոր է, որ դու նեղնես, ոնց ես քեզ պահում։ Ով է քո առաջի փրկությունը, փրկությանը տողակն ով է, ում ես աղաղակում։ Աստված ասում է գնացեք, իմ հետ գործ չունեք, ասում է ձեր նեղության ժամանակ ձեր ընտրած իր ժողովրդին ասում, իր ժողովրդին։
Իր ընտրած, իր հետևից գնացող, ասում է գնացեք ձեր ընտրած Աստվածներին աղաղեք, ում հետևից ասես գնացել եք, ասում է, ում վրա հույս ասես դրել եք, իրանից է սպասեք ձեր նեղության մեջ, ինձից բան մի սպասեք։ Սա անօգուտ աղաղակ է, երբ որ դու խնդիրը կա, դու բացի Աստծուց ուրիշ տեղ ես տեսնում։ Երեմիա 2:13-ում ասում է, որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց։ Ինձ կյանքի ջրի աղբուրին թողեցին, որ իրենց համար հորեր փորեն, ծակծակոտ հորեր, որոնք չեն կարա ջուրը պահեն։ Գիտեք, հորի ու աղբուրի տարբերությունը որն է։ Ռուսաստանում ապրող մարդիկ լավ հասկանում են դա։ Այստեղ աղբուրները քիչ են։ Հայաստանում ամբողջ աղբուրա մարդիկ կալոդետ չեն փորում, որ ջուր հանեն։ Ասում է, ինձ կյանքի աղբուրին թողել եք, աղբուրը այնտեղն է, որտեղից ջուրը սկսում է, ինքը մաքուր է։ Հələ բան չի կպե, չի կեղտոտվե, սկիզբն ակունքն է։ Ինձ ասում է, կյանքի աղբուրը թողել եք, գնացել եք բահը վերցել եք, ձեր համար փոս եք փորում։ Այն որ փոսը փորում են, ասում են, այդ գրունտավոր ջրերը կան լցվեն մեջը գյոլ դառնա։ Ասում է, ինձ թողել եք, որ մշտական աղբուրը չի դադարում, ինքը նկատել եք ձմեռվա -50-ի ժամանակ էլ աղբուրը գալիս է ջուրը։ Վերևով սառույցը պահում է, տակով ջուրը դուրս է գալիս, որովհետև ինքը տաք ջուր է դուրս գալիս, չի հասցնում սառացնի։ Ճամփին տեսնում ես ամբողջ գետը սառել է, բայց տակով այդ աղբուրի ջուրը միշտ գնում է, process-ը շարունակվում է, որովհետև Աստված կյանքի աղբուրը է, ինքը միշտ տալիս է այդ ջուրը, կյանքի ջուրը։ Ասում է, ինձ թողել եք, գնացել եք ձեր համար գյոլեր եք փորել, փոսեր եք փորել։ Ամենավատը գիտեք որն է, փոսել չի, ասում է, ծակծակոտ փոս է։ Այսինքն ջուրել չի կարա պահի։ Ծակծակա։ Մենք ում վրա հույս դնենք այս կյանքում, ինչի վրա հույս դնենք, դա ծակծակ է սիրելիս։ Եթե խնդիր է գալիս, նորմալ է որ գնաս հիվանդանոց, նորմալ է որ գնաս վիրահատության, բայց եթե բժիշկի վրա ես հույս դրել, դա ծակծակ է։ Մեր հույսը Աստված է։ Էլի օրհնի բժիշկի ձեռներն էլ, վիրահատողներն են, նարկոզի բժիշկին էլ օրհնի, ասա Տեր ջան, իրանց իմաստություն տու, բայց մեր ապավենությունը մենակ Տիրոջը պիտի լինի։ Եթե ուրիշ բան ենք անում, դա անօգուտ աղաղակ է մեր կողմից հանած։ Երկրորդ տեսակը, որ ուզում եմ շատ է հանդիպում քրիստոնյաների մոտ, սա կործանում է։ Սա դժգոհության աղաղակն է։ Երբ որ մի հատ խնդիր է գալիս, ու դու դժգոհություն ես բարձրացնում երկինք։ Կյանքում Աստծո հետ չկռվես սիրելիս։ Կյանքում Աստծո վրա մունած չգաս։ Ինչ ուզում ա լինի քո կյանքում, ուզում ես հաղթես։ Ինչ խնդիր ուզում ա եկած լինի, առաջի կարևոր բանն եմ ուզում քեզ ասեմ։ Ինչ խնդիր ուզում ա եկած լինի քո կյանքում, հիշի, Աստված միշտ ճիշտ է։ Այդ խնդիրիդ մեջ էլ Աստված ճիշտ։ Չէ, երբ որ մի հատ ինչ ա լինում, մի հատ խնդիր է եկել, ունը նստում մտածում ենք տնից ով է մեղավոր, չէ՞։ Աշոտը դուռը չփակեց, դրա համար Մարինեն մրսեց։ Ով է մեղավոր Աշոտը։ Աշոտն ասում է ես մեղավոր չեմ, Պապան է մեղավոր, որովհետև 3 օր ասում եմ ես զամոկը սարքի, չի փակվում դուռը։ Պապան ասում է ես մեղավոր չեմ, մամայիդ ասում եմ փող տուր գնամ զամոկ առնեմ, չի տալի։ Զգացիք ցեպոշկան ոնց է գնում։ Ընկած մեղավոր ենք ման գալիս։ Այ երբ որ խնդիր է գալի քո կյանքում, արխային ընկած մեղավոր մանարի, բայց Աստծուն է ցուցակից հանի։ Հենց Աստծուն մցեց իր ցուցակի մեջ կործանվեցիր, որովհետև Աստծուն մեղավոր հանել նշանակում է իր դեմ դուս գալ, իր վրա մունատ գալ։ Բախի, այս ինչա 7 տարի եկեղեցի եմ գալի, մի հատ կնիկն ինչա չես տալի։ Աստված Զաքսի բյուրոյի նախագահ չի, կնիկ ես ուզում, աշկեր ունես, բերան ունես, խոսար, նայի, ընտրի, հավանի, ամուսնացի։ Աստված օրհնողն է, հա, տվողը չի, հա։ Հերիք մի անգամ մի հատ Եվա տվեց, նա տենում եք ինչ եղավ։ Չէ, քուրիկների դուրը գալիս է, չէ։ Հա, իմիջիայլոց ես քուրիկներին մի բան ասեմ, բայց ուրիշ տեղ չասեք, էլի որ ես եմ ասել, եղբայրներին թեմա չլինի, էլի իմ հետ։ Դու գիտեք, որ Եվան ընդհանրապես թեմայի մեջ մեղավոր չի։ Պադուրներն եք ապրես։ Գիտեք ինչի մեղավոր չի։ Որ ուշադիր կարդաք, ընդ գրած է, որ Աստված Ադամի հետ էր ուխտարել։ Եվան կերավ, հետո տվեց Ադամին, եթե Ադամը չուտեր, բան չէր փոխվի։ Եթե Ադամը չուտեր, սիրելիս բան չէր փոխվել, որովհետև ուխտը Ադամի հետ էր արած։ Ադամին էր ասել չուտես։
Բայց Եվան կերավ շատ Եվային Աստված հեռացներ, մի հատ թազա Եվա ստեղծեր, բրծնեին գնանք այս պատմությունից։ Բայց ինչ տեղի ունեցավ, Ադամը կերավ։ Ադամն է մեղավոր։ Դրա համար հանգարց որ ձեզ կասեն Եվայի ցեղնչի կերակ մեզ գցեցիք այսօրը, ասա չուտեիք, այսօրը չէի կլնի, հա։ Լավ, քուրիկներ ջան։ Փառք Տիրոջը։ Ես գիտեմ պիծերում քուրիկները լավ թխվածներ են, թխում աչոք եմ հավաքում։ Այս առանձին թեմա է։ Փառք Աստծուն, բայց ելիս ինչ ուզում ա լինի, Աստծուն չդժգոհես։ Աստծու դեմ տրտնջ չանես։ Նա ինչա գրած Թվոց 14:27-ում, այս դժգոհության աղաղակ է։ Մինչև երբ Աստված ասում, մինչև երբ այս չար ժողովրդին համբերեմ, որ իմ դեմ տրտնջում են։ Ես լսեցի Իսրայելի որդկանց տրտնջը, որ իմ դեմ տրտնջում են։ Աստված ասում է, մինչև երբ հանդիպեմ ձեր մունաթը։ Ստրուկ եք, չոբան եք, չոբանից դարձեցի Եգիպտոսում երկրորդ տեղ ամենալավ տարածքում ապրող ժողովուրդ։ Դուք ձեզ գցեցիք ստրկության մեջ, ստրկությունից հանել եմ, տանում եմ խոստմունքի երկիր, որ ամենալավ աշխարհի տարածքներից ամենալավ կաթումեղեր բխող տարածքը ձեզ տամ, ամեն ինչ ձեր համար, այն ինչ անեմ ասում է, ինչքան դիմանամ ձեր մրթոցին, այն ինչ անեմ ձեր համար։ Գիտեք ինչ ասում ստե, ասում է, ես ինձ դեմ տրտնջում են, ես լսեցի ձեր աղաղակը, ասում է, ձեր տրտունջը։ Գիտեք, Աստված լսում է, թե ես ու դու ինչ աղաղակ ենք բարձրացնում, դժգոհության թե օգնության, ինչ ենք Իրանից ուզում, գոռում ենք, դժգոհում ենք Իրանից, թե օգնություն ենք խնդրում։ Շատ կարևոր է, ես ոնց եմ ինձ պահում։ Սիրիս քրիստոնեությունը մենակ այն չի, որ գանք ստե խոսանք, իրար հետ ժպտանք, թողենք գնանք։ Գիտես երբ ասկսում քրիստոնեությունը, երբ դու ունես խնդիր, քո առաջ դրած, այդտեղ քրիստոնեությունը երևում է փորձության մեջ։ Ասում է փորձի ինձ, ընտիր, ոսկերի չի, ոսկի դուրս կգամ, արծաթ դուրս կգամ։ Փորձի ինձ, այսինքն քրիստոնեությունը սկսում անդե, երբ որ ժպիտը երեսին քրիստոնյան, աղոթած, զոհաբերած, եկեղեցում ծառայած, գալի հանգնում է մի հատ պատի առաջ կանգնում է, ու այդ ոնց կպահի իրան, այդ քրիստոնյան։ Այդտեղ է սկսում, այդտեղ է երևում դու Աստծու հետ ինչ հարաբերությունների մեջ ես։ Ասում է, ես լսում եմ, ոնց են իմ դեմ տրտնջում։ Հոբի 19:7-ում ասում է, ահա ես աղաղակում եմ զրկանք եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։ Տեսեք, երբ որ աղաղակդ բողոք է, ինչ իրավունք ես սպասում։ Երբ որ քո աղաղակը բողոք է, այն էլ ոչ թե բողոքում ես մարդկանցից, այլ բողոքում ես երկնքում նստողից։ Բողոքում ես, «Էս խի ասենց, խի գործերս լավ չի, խի կնիկ չտվեցիր, խի չես բժշկում, խի չես նենց անում, որ աղբերս կիսի ունեցվածքը իմ հետ, խի չես։ Մեզ թվում է, թե Աստված մանը, թուղթու գրիչը ձեռը սպասում է։ Բալես են ինչ, այն որ գնում եմ խանութ զանգում եմ, ասեմ, երեխեք ինչ եք ուզում, չէ։ Անում ենք, չէ, ծնողներով, հեռախոսով զանգում ես, ասում ես, խանութում եմ, ինչ եք ուզում։ Դա իմ ամենասխալ հարցերից մեկն է, մանավանդ եթե փոքր աղջիկս է լսում։ Հա, բայց դե անում ենք, չէ, ինչ եք ուզում։ Հիմա մենք մտածում ենք Աստված էլ է տենց։ Վերևը ցուցակում է, էլ ինչ եք ուզում։ Հա, հեսա տալիս եմ, բալես, բա ոնց, հա, հեսա տալիս եմ։ Ու դրա համար հանգարց մի բան մեր ուզածով չի, մտածում ենք ինքը լավ չգրեց երևի, կամ հրեշտակը ճամփին կորցրեց զակազս։ Ու սկսում ենք վերև ինչ որ խնդիրներ ուղարկել։ Գիտեք, 30 տարուց ավել է հավատացյալ եմ։ 33 տարի է արդեն։ Ոյ, հետաքրքիր է, 33 տարի է։ Այդ հիմա խաչվելուց ժամանակն է, թե հարություն առնելուց, թե հասկանանք, էլի։ 33 տարի է, մի անգամ չի եղել, ասեմ, բախի արեցիր։ Մի անգամ եղել է, գիտեք, ինձ կիսատ, ասեմ, մտածում էիր, որ տաս կարող է երես առնեմ, այդ մի անգամն է եղել, բայց չեմ ասա խի չտվիր։ Այսքան տարվա մեջ մի հատ չեմ բողոքել իրան, մի անգամ չեմ ասել,
ես չեմ հասկանում, դժվար է այս հարցը լուծես։ Որտեվ ես գիտեմ ում հետ եմ խոսում։ Ես գիտեմ, այնտեղ ոչ մունաթն է անցնում, ոչ ձևեր թափելն է անցնում, ոչ դերասանությունն է անցնում։ Այնտեղ մենակ մի բան է անցնում։ Գիտակցում ես ում ես դիմում։ Հասկանում ես ում հետ ես խոսում։ Եթե հասկանում ես, աղաղակը տեղ կհասնի։ Եթե հասկանում ես, խոսքը դեռ ճիշտ կլինի, որտեվ իրականում հոբը մի անգամ մունաթ եկավ, կարդացեք 40 գլուխ հոբը ավել, կեսից ավել է մունաթ է գալի հոբը։ Հենց Աստված կանգնեց դեմս հենց այդ։ Մինչև հիմա քո մասին լսել է, հիմա տեսա։ Բերանս փակում եմ, ասաց, ձեն չեմ անում։ Հասկացավ ում հետ է խոսում, որովհետև Աստված եկավ ասեց, հոբ, դու հասկանում ես ում հետ ես խոսում։ Ընդհանրապես խաբար ես, ասենք, գետերը որտեղից են դուրս գալիս, ծովին սահմանով ա դրե, դու տեղեկություն ունես հիմա ում հետ ես խոսում, ես ինչ ես անում, հոբ։ Ես քեզ շատ եմ սիրում, բայց ես ինչ ես անում։ Հոբ ասեց, հիմա պարտադիր չի, գնանք երկինքում նորանենք, կներես, չէի հասկացա ում հետ եմ խոսում։ Հա, շատ կարևոր է դու ստե իմանաս ով է քո արարիչը։ Հա, ով է քո Տերը, որ ոչ մի տրտունջ, ոչ մի մունաթ երկինք չբարձանա։ Ովսեի 7:14, տեսեք ինչ ասում, ասում նրանք չաղաղակեցին իմ դեմ իրանց սրտով, երբ որ ողբում էին իրանց անկողիների վրա։ Նրանք ցորենի գինի համար խռնվում էին, խոտորում էին իմ դեմ։ Գիտեք ինչ ասում։ Ասում ոչ թե սրտով ինձ էին աղաղակում, եկել են իմ դեմ ցորենի ու գինու հաց ու ուտելիքի խմելու կռիվ են անում, ասում։ Փոխանակ ասում գան իմ դեմ իրանց սրտերը բաց, ձեռները բարձրացնեն, եկել են ինձ ասում են խիմես հաց ու ցորեն ու գինի չես տալի։ Պատկերացնում եք ուր է հասել ժողովուրդը։ Աստված նայում է, ինչ աղաղակ եմ ես բարձրացնում, սիրելիս։ Կյանքում Աստծո հանդեպ մունաթի աղաղակ չբարձրացնես։ Ինչ ուզում ա լինի։ Աստված, ելի եմ ասում, բանաձևը չմոռանաս, Աստված միշտ ճիշտ է։ Սովետի ժամանակ բան կար, չէ՞։ Պրիսյագա, որ բանակում ընդունում էր, պունկտեր էր լիքը։ Այդ ձեռարներով միշտ ասում էին երկու պունկտ է մեջը գրած, որ աֆիցերը միշտ ճիշտ է, առաջի պունկտը։ Երկրորդ պունկտը, եթե անկախ ամեն ինչից մտածում ես, որ աֆիցերը մեկը սխալ է, նայ առաջի պունկտը։ Աֆիցերը միշտ ճիշտ է։ Այսինքն տարբերակ չկա, դա որոշված աֆիցերը միշտ ճիշտ է։ Հիմա այս տարբերակում քրիստոնեության մեջ Աստված միշտ ճիշտ է։ Ինչ ուզում ա լինի քո կյանքում, Աստված միշտ ճիշտ է։ Բայց չի նշանակում, որ ինչքան վատ բան լինում է քո կյանքում, այդ Աստվածը անում, չէ՞ սիրելիս։ Քո կյանքի դեպքերի իրադարձությունների երևի 70-80%-ը քո խելքից է, քո վարքից է, քո մտածածից է, քո քայլածից է։ Մի քիչ սատանան է օգնում, վատը որ լինի, մեկ էլ Աստված է ձեռները քաշում, թույլ է տալի վատ բան լինի քո կյանքում, որ դզվես։ Թողում է։ Տեսնում է, որ գնում ես կործանման, թողում է մի հատ քիթդ կպնի ասֆալտին, մի հատ արոնոտվես խելքի գաս, որ կանգնես։ Մեկ ձեռները բացա թողում, այն որ երեխեն հաուզում է իրան գցի առաջ, ասում ես բալա, հələ քայլել չգիտես, հələ չես կարա քայլես, մի վռազի։ Ուզում է ասում ես դե գնա մի հատ ընկի խելքի հարի։ Մի հատ ընկնում է խելոքանում, ասես գալի նստում, հասկանում է, որ հələ շուտ է։ Կամ որ ասում է, պապա ես միսը կարամ ուտեմ, ասում ես հումա չէ։ Պապա կարամ ուտեմ, հումա չէ։ Պապ լավ էլ ուտեմ, կեր։ Մի հատ կեր, սիրտը թող խառնի, հասկանաս, որ չի կարելի ուտել։ Մի անգամ ավելա փորձես խելքդ գլուխդ գա ու բրտնես։ Թե չէ Աստված երբեք հիշի, ինքը կարա թույլ տա, բայց ինքը երբեք քո կյանքում վատը չի անում։ Վատը չի անում, անգամ երբ որ ջղայնանում է մեկ, որովհետև այստեղն են հասցնում Աստվածաշնչի մեջ իրավիճակների մարդկանց այդ անհավատության բանի պահով, ինքը այդ ժամանակ ձեռներն է լվանում։ Ձեռները որ լվանում է, սատանան գալի արդեն սկսում է քանդել կյանքը։ Բայց Աստված սիրող հայր է, քո համար մենակ լավն է ուզում։ Ամեն։ Փառք Աստծուն, հաջորդ աղաղակը այդ կասկածանքի աղաղակն է, երբ որ գիտես ինչ, այն որ ամեն ինչ փորձում ես, Հակոբոսը լավ է ասում,
Ձեր սրտերը ասում մոտեց մաքրեք, մոտեցեք Աստծուն ու հերիքա երկմտեք, հերիքա կասկածեք, էլի հասկացեք, որ ինքը կա, ինքը իրական է ու ինքը ամենակարող է ձեր կյանքում։ Ինչքան կարելի է, ասում ամեն անգամ երան, ասում երկմիտ մարդը քամուց օրորվող ճյուղի նման է, թո չկարծի, որ Աստծուց բան կստանա։ Կասկածանքի աղաղակը գիտես որն է, որ մի հատ խնդիր կա, ամեն ինչ փորձում ես, ոչ մի բան չի ստացվում, ասում ես լավ, ձեռի հետ մի հատ էլ երկինք փորձեմ։ Մտնում ես սենյակդ, մազերդ գզգզում ես, հոգևոր դիրք ես ընդունում, մի երկու հատ սրտաճմլիկ բառ ես արագ հորինում, որ դիմես Աստծուն, մտածես Աստծո սրտի լարերի վրա ազդեմ, կարող է լսի։ Հա, ասենց միթե դու չես տեսնում հայր իմ այս սրտաճմլիկ իրավիճակը, ուզում ես իրան համոզես, դա էլ չի օգնում։ Աստված մեր սրտերը քննող Աստվածը մեզնից լավ գիտի մեզ։ Մեզնից լավ գիտի մեզ, քեզնից լավ գիտի, դու ամեն իրավիճակում քեզ ոնց կպայես, դու չգիտես։ Ես միշտ ասում եմ, իմը պատկերացրեք, ես պատից մի հատ առուց որ թռնից տե։ Դու գիտես ոնց կպայես, չգիտես։ Որ հարցնում սաղատ կասեք, ձերս կդնեմ կասեմ Հիսուսյանով մեռի։ Աղբերները կասեն կհավաքվենք կբռնենք, ինչ ես կասեք։ Բայց դու չգիտես, կարող հայտնվի մարդ չմնա այստեղ։ Որտեվ դու իրավիճակներ կա, չգիտես քեզ ոնց կպայես, որտեվ չես եղել մեջը, բայց Աստված էլ գիտի։ Գիտեք, մարդիկ սովից մարդու միս են ուտում։ Իրանց ընկերների միսն են ուտում, երբ որ ինչ որ տեղ սարերում մնում են մենակ, ցրտահարվում են սարերում մնում են ուտելու բան չկա, սովից սկսում են իրանց ընկերների միս ուտ։ Բայց քեզ որ հարցնեն այդպես բան, ասես կյանքում հնարավոր չի։ Ոնց կարա մարդու միս ուտի։ Իրավիճակներ կա, որ մենք չգիտենք մեզ ոնց կպահենք։ Աստված էլ գիտի։ Աստվածաշնչում անգամ տեղ կա։ Ասում է ձեր երևելի կանայք, պատկերացնում եք այն երևելին իրանց արիստոկրատ քաղաքի կանայք են, որ ասես քայլում էին, ասում էին ոտքը զգուշ դիր գետին հանգարտ չընկնես, օթով է քայլում։ Ասում է ձեր երևելի կենակ սովից երևելի կանայք սովից կերան իրանց երեխեքին նորածին։ Աստծո խոսքի մեջ է գրած։ Պատկերացրեք, որ իրանք կյանքում չէին պատկերացնի, որ իրանք տես բան կանեն։ Բայց եկավ սովը, եկավ ասում է ուրիշ աշկով են նայում իրանց անկողնու երեխու վրա։ Արդեն աշկը մարդու միտքը փոխվում է։ Դրա համար դու երբեք չգիտես քեզ ոնց կպայես, բայց Աստված էլ գիտի։ Աստված էլ գիտի։ Դրա համար ասում Աստված մեզ մեր փորձությունից ավել բան չի տալի, մեր հնարավորությունից ավել փորձություն չի տալիս։ Ինքը գիտի ես ինչքան կդիմանամ, ինչքանի մեջով կարամ անցնեմ։ Ու նայում այդ ամեն ինչի մեջ ես ոնց եմ պահում, սիրելիս, հա։ Ես ոնց եմ ինձ պահում։ Եվ մի հատ աղաղակ կա, որ դրա մասին ուզում եմ կարևոր խոսամ, հաջորդը դա ապավինության աղաղակն է։ Երբ որ քո գոռոցը որ ապավինության աղաղակ է, մի հատ պատմություն կա, հրեաների վրա մի քանի թագավոր էին հարձակվել, որ ոչնչացնեն։ Դա գրված է Առաջին մնացորդած 5-րդ գլխում 19 խոսքից կարդամ։ Գրած է նրանք պատերազմ արեցին հագարացիների, ետուրացիների, նափեսացիների եւ նոդաբացիների հետ։ Ինատ ունենց ազգելա գրած որ հազիվ կարդաս։ 4 ազգ եկել են հրեաների վրա, պատկերացրեք։ Մի քանի ազգի դեմ դուրս են եկել պատերազմի։ Գիտեք ինչա գրած։ Եվ նրանց հաղթեցին, եւ հագարացիները եւ բոլոր նրանց հետ եղողները նրանց ձեռքը տրվեցին։ Որն էր հաղթանակի պատճառը։ Գրած է հրեաները հաղթեցին 4 ազգի միանգամից։ Ինչ ավելի ուժեղ էին, ավելի հմուտ էին, ավելի լավ զինված էին, հա, ասենք, պատկերացրեք, հրեաների ձեռը ավտոմատ կար, ինչ կար, հա, սնայպերներով էին, չէ։ Գիտեք ինչա գրած, խի հաղթեցին, որովհետև նրանք պատերազմի մեջ Աստծուն աղաղակեցին։ Ինչա, որովհետև լավ ձեն ունեին, ձենը հասավ երկինք, ասում Աստծուն աղաղակեցին, հետո ինչ որ աղաղակեցին։ Ամեն աղաղակով հաղթում, հա։ Շարունակության մեջ, բայց գիտես ինչա գրած։ Ասում որովհետև նրանք պատերազմի մեջ Աստծուն աղաղակեցին եւ նրանց աղոթքը լսեց, որ նրան էին ապավինել։ Այ ես սրանով դել եմ ապավինության աղաղակ։ Երբ որ դու ապավինության աղաղակ ես բարձրացնում երկինք, դա հաղթանակի աղաղակ արդեն։ Երբ որ դու ապավինել ես Տիրոջը, ասում ես ինչ ուզում ալնի, իմ հույսը Աստված է։ Տեր Աստված հասի, փրկի, օգնի։ Երբ որ ապավինության աղաղակ ես անում, հաղթանակդ մոտիկ է սիրելիս։ Երբ որ քո հույսը Աստված է,
Իրոք, ոչ թե ձև ես անում, ոչ թե ինչ որ ուզում ես հոգևոր, իրոք քո հույսը Աստված է։ Ինչ ուզում ա լինի, մեկը Աստված ինձ սրա մեջ չի թողի։ Սրա մեջ ինձ հանող ասма նրանք հաղթեցին, որովհետև Աստված իրանց աղոթքը լսեց, աղաղակը լսեց, որովհետև նրան էին ապավինել։ Հիշի, ապավինության աղաղակը հաղթանակի աղաղակը։ Ինչ իրավիճակ ուզում ունենաս, Տիրոջը ապավինի։ Մանավանդ մենք մտել ենք մի հատ փուլ, սիրելիներս։ Չեմ ուզում քեզ վախացնեմ, բայց մենք հիմա մտել ենք մի հատ փուլ, այս աշխարհը էլ հետ չի գնալու։ Ինքը մտել է կործանման փուլ, շատ արագ կործանման։ Պետք չի մարգարելն ես, որ հասկանաս դա երևում արդեն։ Աշխարհը հետ դարձի ճանապարհ չունի էլ։ Բրծել է իր, այն աշխարհը, որ դու տեսել ես, արդեն էլ հիմա չկա, փոխվում է ամեն օր, բայց էլ հետ չի գալու։ Ինքը գնալով գնում է կործանման։ Մենք իրոք վերջի օրերում ենք ապրում։ Ու եթե դու այս օրերի մեջ չսովորես ապավինել Տիրոջը, դու ամեն օր ապրելու ես ստրեսով։ Դու չսովորես քո աղաղակը երկինք բարձրացնես, ինչ ուզում ա լինի։ Հա, մի հատ լուր ես լսելու խառնվես իրար։ Վայ, ստե ես ինչ եղավ։ Վայ, ես կողքս ես ինչ տրակեց։ Վայ, երկրում սով ա։ Վայ, ես ինչում ես իմ ինչա։ Որովհետև այդ վայերը գնալով շատանում են հիմա։ Պանիկան, ստրեսը, սովը, բոմբերը, աշխարհով մեկ շատանում ամեն ինչը։ Գնալով մենք գնում ենք մի հատ տեղ, որ աշխարհը պետք է հասնի իր տուպիկին, որ Հակա Քրիստոսը գա մի հատ ելք առաջարկի, որ սա իրան ասեն, հա դու կարաս, տալիս ենք քեզ։ Մենակ մեզ այս ցեխից հանի։ Գնում ենք դրան, սիրելիս։ Ուզենք, չուզենք։ Վերևը նստած գծագրում են, որ գնանք դրան հիմա։ Շատ արագ տեմպերով։ Ու այս ամեն ինչի մեջ, եթե դու ապավենություն չունեցար երկնքի, քեզի հեշտ գցելու են պանիկայի մեջ գողանան տանեն։ Հեշտ գցելու են։ Մի օր կարող է խափեն ասեն, եթե վակցինացիա չլնես, էս ալնելու, մի օր ասեն, եթե նշանը չխփես, հաճ ես ուտելու, օրը մի բանով խափեն կամանց քեզ տանեն կործանեն։ Բայց երբ որ քո ապավինությունը Աստծունը, ինչ ուզում ա լինի, քո աղաղակը երկինք է բարձանում։ Ու լիքը հարցեր լուծվում է։ Գելից 2:23 ասում է, եւ այն շատ օրերով եղավ, որ Եգիպտոսի թագավորը մեռավ եւ Իսրայելի որդիք ծառայության պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին, եւ նրանց աղաղակը ծառայության համար Աստծո մոտ բարձրացավ։ Այնքան լավ բառեր է, Աստծո մոտ բարձրացավ։ Գիտեք ինչ է նշանակում սա։ Երբ որ Աստվածաշունչը ասում է, հրեաները աղաղակեցին, աղաղակը Աստծո մոտ բարձրացավ։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ աղաղակը որ չի բարձանում Աստծո մոտ։ Եթե շեշտում է, որ այդ աղաղակը տեղ հասավ, նշանակում է աղաղակը որ չի էլ հասնում այնտեղ։ Եթե ձեռի հետ աղաղակա, մի հատ ընդ փորձեմ, եթե անհավատության աղաղակա, հա չեմ հավատում, բայց ասել են աղոթի աղոթում եմ։ Չէ, եթե ապավինության աղաղակը հասնելու է իր մոտ։ Իր մոտ որ հասավ, պատասխանը կստանաս, սիրելիս։ Երբ որ կանգնում սրտով Տիրոջը աղաղակում ես, Տեր ջան, հաս ել չեմ կարում։ Ես գիտեմ, մենակ դու կարաս ես իրավիճակին լուծում տաս։ Սաղմոս 3:4-ում ասում է, իմ ձայնով աղաղակում եմ դեպի Տերը եւ նա պատասխանում է ինձ իր սուրբ սարից։ Դանիել 9:18 ասում է, ականջ դերում իմ Աստված, լսիր, բաց աշկերտ եւ տես, մեր ավերակները եւ այն քաղաքը, որի վրա կոչված է քո անունը, որովհետեւ ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաղակում մենք, աղոթելով քո առաջ, այլ քո շատ ողորմությունների համար։ Ստել եմ ուզում կանգնեմ, Դանիելը հետաքրքիր բան ասում է, ոչ թե սա ինքնա, գիտեք ինչ, հպարտության աղաղակ չի, ինքնավստահության աղաղակ չի, որ ես այնքան լավն եմ, ինձի պիտի լսեն երկնքում, սենց։ Տենում եք, չէ՞ ով է ձեր դեմը կանգնած։ Չէ, սիրելիս, ասում է ոչ թե մեր արդարության համար, ասում է ոչ թե մենք այնքան լավն ենք դրա համար ենք արխային գոռում քեզ, չէ, ասում է մենք գոռում ենք, որովհետև գիտենք դու ողորմած ես։ Անկամ եթե մենք լավը չենք, մեկը կօգնես, որովհետև դու ողորմած պապա ես, դու սիրող հայր ես։ Այդ էս ինչ աղաղակ է, ինչ սրտի դիրք է։ Երբ որ դու հասկանում ես, որ ոչ իմ սիրուն աշկերի համար է, ոչ իմ արած գործերի համար է, հես իմ աղաղակ, այլ որովհետև ինքն է լավը, որովհետև ինքն է արդար, ինքը սիրում է ինձ, ինքը ուզում է ինձ լավ լինի։ Ասում այդ դրա համար ենք աղաղակ բարձրացնում։ Նայ մեր արդարության համար չենք աղաչում, այլ քո շատ ողորմությունների համար։
արժանի էլ չլնեմ միևնույն է ողորմած Աստված ես կլսես ինձ։ Ահա ես եմ ինչ որ սխալ ես արել, քեզ գցել ես կրակի մեջ, գնացել ես քո խելքից վերցել ես բանկից տոկոս տունը ձալոգ ես դրել, վստահել ես ընկերոջդ տվել ես իր գործի համար, խաբել է քեզ գնացել է, մնացել է սաղ վրա։ Քո խելքից զանգել ես ասում ես ալո, օգնի, տանում են տունես։ Քո խելքից է դու ես մեղավոր։ Չես ասում գիտես ինչ կա, ես մեղավոր չեմ, ինձ խաբեցին։ Չէ, գրած է քո խոսքի մեջ, չէ, ով որ ում համար երաշխավոր եղավ, ինքը արդեն մեղավոր է։ Ես եմ մեղավոր, բայց հո դու ողորմած ես, մի բան արա։ Այս է, տես, երբ որ քո ճիշտ սրտով ես մոտենում Տիրոջը։ Մոտենում ասում ես հասի փրկի, էլ տարբերակ չունեմ։ Էսի կոչվում է ապավինության աղաղակ։ Ես խնդրել եմ փառաբանությունը գա։ Մի հատ տեղ եմ կարդալու հիմա։ Երեմիայի ողբերում է գրված։ Երեմիա ողբ 2:19։ Տեսեք ինչ ասում։ Վեր կաց աղաղակի գիշերով պահերի սկզբում սիրտը ջրի պես թափի Տիրոջ երեսի առաջ։ Մենք հայկական խոսք ունենք, ասում ենք վալոդներ եկել իրիգունը սիրտը թափեց դեմս։ Սաղ պատմեց։ Ասում ենք, չէ՞ սիրտը թափեց։ Սաղ սիրտը թափեց դեմս։ Հանեց տվեց, ինչ կա չկա պատմեց, ինչքան վատ է իրավիճակը։ Գիտեք ինչ ասում ստեղ։ Ասում է վեր կաց աղաղակի գիշերով սիրտը ջրի պես թափի Տիրոջ երեսի առաջ։ Այն որ ջուրը թափում ես բաժակից մեջը չի մնում, չէ՞։ Ասում է սիրտը ջրի պես թափի, այսինքն ինչ կա բաց Տիրոջ առաջ։ Շատ կարևոր բան է ասում, ծնողներ ջան, ձեզ եմ վերաբերվում, ես մարգարեական խոսք աստեղ։ Վեր կաց սիրտը թափի Տիրոջ երեսի առաջ, դեպի նրան բարձացու ձեռքերդ։ Քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նվաղել են եւ բոլոր փողոցների գլխին։ Նվաղել են բոլոր փողոցների գլխին։ Սա շատ մարգարեական խոսք է ծնողների համար, ասում է սիրտը թափի Աստծո առաջ քո երեխեքի հոգիների համար։ Ինչ շատ են մոտենում ծնողները։ Մի հատ կաղոթես երեխես նարկոման է, մի հատ կաղոթես երեխես տուն չի գալի, մի հատ կաղոթես երեխես ված շրջապատում է, մի հատ կաղոթես երեխես սենց, մի հատ կաղոթես երեխես նենց։ Հեսա գրած է։ Ես ուզում եմ կոչ անեմ քեզ։ Մեր դիմաց մի ամբողջ շաբաթ է, որ ամբողջ շաբաթը գնաս, հատկապես եթե ծնող ես, երեխեքիդ համար աղաղակ անես։ Գնաս ու աղաղակես, Տեր Աստված, ես խնդրում եմ հետ բեր երեխուս, խնդրում եմ հեռացրու երեխուցս ամեն չարիք։ Մենակ երեխու չէ, աղաղակ բարձրացներ, քո անձնականը եթե ունես, սաղ շաբաթը քո առաջ է, բայց եթե ծնող ես հատկապես երեխեքդ խնդիր ունեն, էսի քո շաբաթն է։ Էսի քո շաբաթն է։ Մի ասակ, չէ, գնամ աղաղակեմ փողերը շատանա։ Երեխեքի մասին մտածի։ Երեխեքին մեր փրկել է պետք։ Ես տարիներ առաջ Ամերիկայում մի շատ լավ ծառայող կա, եպիսկոպոս է, ինքը ստեղից է գնացել։ Մեծ շարժման առաջնորդ է։ Եղել ստեղ, հիմա այնտեղը պապի է։ Տարիներ առաջ նստած էինք, ինքն էր, կինն էր, ես ու կինս նստած զրուցում էինք իրար հետ։ Պապի կա, ինքը տենց հոգեգալստական շարժիչ է, իրանք շատ երեխեք ունեն, գիտեք։ Որ շատ երեխեք ունեն, բնականաբար շատ թոռներ ունեն։ Ու այդ բոլոր գերդաստանով Ամերիկայում են։ Գիտեք ինչ ասեց այդ մարդը։ Ասեց, մենք Ամերիկայում մենք հասկացանք, որ մեր երեխեքին կորցնում ենք։ Աշխարհ են գնում։ Ամերիկան հաճույքները շատ, առաջարկները շատ, ասում է, գնալով մեր ցեղի մեջ շատ քիչ մարդ մնաց Աստծո մեջ։ Ասում է, ես ու կինս երևի 20 տարի առաջ էր որոշում էին կայացել, երբ որ ինձ պատմեր, երևի արդեն 20 տարի անցել էր։ Գիտեք ինչ ասեց, մազերս բիզբիզ կանգնեց։ Ասում է, ես ու կինս որոշում կայացրեցինք, որ մեր ամբողջ Գերդաստանի համար պիտի աղաղակ բարձրացնենք երկինք, մեր սաղ երեխեքը, թոռները, ծոռները պիտի փրկվեն։ Քանակը չեմ հիշում, մոտ 30-40 հոգի են իրանց երեխեքը, թոռները, ծոռները։
Ասма ու մենք որոշում կայացրեցինք, որ 2 օր ուտում ենք, մի օր ծոմ ենք, 2 օր ուտում ենք, մի օր ծոմ ենք, արդեն 20 տարի, մարդու կնիկ, 2 օր ուտում են, մի օր 4 ծոմ են պահում, ոչ ուտում են, ոչ խմում են, 2 օր ուտում են, մի օր 4 ծոմ են պահում, աղաղակ են բարձրացնում Տեր Աստված փրկի մեր գերդաստանը։ Ու ինձ հետաքրքիր էր ասացի, եւ հիմա ինչքանն է փրկված իրանցից, ամուսինս էս փայլող աշկերով սենց արեց, մի հոգի է մնացել, մի հոգի է մնացել, փառք Տիրոջը, փառք Աստծուն, պատկերացնում ես, մարդու կնիկ որոշել են, մենք աղաղակելու ենք մինչև վերջ, մենք այնքան ենք աղաղակելու ապավենության, ասма վեր կաց մի հատ էլ կարդամ այդ տեղը, ասма աղաղակի ձեռքերդ բարձրացրու քո երեխաների հոգիների համար, ձեռքերդ բարձրացրու քո երեխաների հոգիների համար, սիրտը թափի ասма առաջ ջրի պես, ձեռքերդ բարձրացրու քո երեխաների հոգիների համար, ես խնդրել եմ ոտքի կանգնես, մինչև մյուս կիրակի մի շաբաթ է 7 օր է, ես խնդրելու եմ քեզ գնաս 7 օր աղաղակես քո խնդիրների համար, բայց ապավինության աղաղակ անես, ոչ թե մունատ գաս, ոչ թե ասես նայ, հա 7-րդ օրը հարցերը չլուծեցիր, էլ եկեղեցի էլ չեմ գնալ, էսի մանիպուլյացիայի աղաղակ է, էսի մունաթի աղաղակ է, չէ աղաղակես ասես Տեր Աստված, ես գիտեմ դու ամենակարող հասնող Աստված ես, այս խնդիրս լուծի, 7 օր է, չէ մինչև մյուս կիրակի, գիտես, մի հատ պատմություն կա, երբ որ հրեա ժողովուրդը 7 անգամ պտտվեցին Երիքովի 4 կողմը, ու հետո աղաղակեցին, հենց աղաղակեցին պատերը ընկան, ուրեմն 7-րդ օրը շաբաթ իրիկունն է անգնում, եթե սրվանից հաշվես, մյուս շաբաթ իրիկունը, անենց ապավենության աղաղակ բարձրացրու է շաբաթ, որ շաբաթ իրիկունն ես գոռաս սա խնդիրների պատերը փշրվեն կիրակի գացած հովիվ ջան, Երիքովը գրավել ենք, հա խոստմունքը եկել է, հա գաս մոտենաս հովիվն ասես հովիվ ջան, չես պատկերացնում, ես ինչ եղավ, քո ձեռքում է, ստեղ է երևում, սիրես, ու երբ որ ասում ենք օրինակի համար գնա մի շաբաթ էս ինչ բանն արա, այս չի նշանակում, որ քարոզի չէ կամ մեկը եկել է ստեից խոսում է, պետք է մի բան ասի վերջում, թե չէ, հարեք աղոթենք, կամ գնա մի բան արա, չէ, դե այն որ ասում է մի բանով պետք է եզրափակի, թե չէ, երբ որ քեզ ասում են գնա 7 օր աղաղակի, գիտես այդ ինչ է նշանակում, ես ստեղից ուզում եմ քեզ օգնեմ, որ դու մտնես Աստծո ծրագրերի մեջ քո կյանքում արվող, որ մտնես դրա մեջ, շարժվես դրա մեջ, երբ որ դու գնում ես սկսում ես շարժվել քո կյանքի ծրագրերում, Աստծո հետ, հրաշքները սկսվում են, բայց երբ որ նստում ես ասում ես, դե մի բան արա, ինչի պետք է ինքը անի, գիտեք մենք ենք, որ երեխեքը գալի ասում է, մամ իմ տեղը մաթեմս կանես, ասում ես դե լավ երեխեն հոգնած դասից եկել է անեմ իրա տեղը, Աստված տեն չի, Աստված ճիշտ սխալ երես չի տալի, Աստված ճիշտ է դաս ծիրակում, դրա համար եկեք շարժվենք, մենք մեր բաժինը անենք, մենք կռվի դաշտում ենք, եթե չսովորենք մեր բաժին կռիվները միշտ անենք, թողենք հովի վրա, ավակի վրա, Աստծու վրա, գիտես ինչ է, մենք դառնալու ենք կներես լղկած քրիստոնյա, զինվորներ կան, չէ, նայել եք մի հատ մուլտիկ կա, Աստերիքսն ու Աբելիքսը, այն մեծը որ կա, որ մեկնա չգիտեմ, այդ դրա նման են դառնում, դա զինվոր չի, խայտարակություն է, բախտը բելա դեղմեղա խմում, կարող է կռիվ անի, հասկանում եք իսկական զինվորի տեսքից երևում է, որ ինքը մկանները տեղը պարապած, պատրաստ զինվոր է, տեսել եք դեսանտնիկները Աստերիքսի նման լինեն, ծիծաղալու է, չէ դա, ինչի, որովհետև իրանք պարապում են, իրանք զինվոր են, զինված են, իրանք վարժվում են, դու էլ հոգևոր զինվոր ես, մենք պետք չի հոգևոր Աստերիքսներ դառնանք, դրա համար Աստված ուզում է մենք է շարժվենք, դրա համար որ ասում եմ մի շաբաթով վերցրու, այդ նրա համար է որ մի շաբաթ գնաս, քո աղաղակը բարձրացնես, քո ապավինության աղաղակ, Տեր ես քեզ եմ ապավինել, հա չէր ստացվում, սխալ կոմ էի նայում, կներես, հիմա մենակ երկինք եմ նայում, հա, այնտեղն եմ էլի ասում, իմ սիրած տեղերից մեկը Աստվածաշնչի, որ կարդացի արդեն ասում է ինձ կյանքի աղբյուրը թողած ձեր համար
փոսեր եք փորում, ծակ-ծակ փոսեր։ Ես խնդրել եմ հիմա վերցնես քո խնդիրը ու մենք աղոթենք Տիրոջը։ Մենք աղոթելու ենք հիմա։ Առաջի քայլը ապավինության անենք։ Աղոթել ենք, որ Տեր Աստված, մենք քեզ ենք ապավինել, խնդրում ենք պատասխանի։ Բայց չես սրանով չեզրափակեց։ Գնաս տուն ամբողջ շաբաթ աղաղակդ բարձրացրու։ 7 օր պտույտը տուր, որ պատերը ընկնեն։ Ամեն։ Արեք աղաղակենք։ Երկնային Տեր, մենք քո առաջ ենք բերում մեր խնդիրները։ Տեր դու գիտես մեզանից լավ ամեն իրավիճակ։ Տեր Աստված, մենք չենք ուզում մեր սրտի մեջ թեկուզ մի կաթիլ մեր իրավիճակների համար քեզ մեղադրենք։ Մենք գիտենք, որ դու կատարյալ Աստված ես, դու միշտ ճիշտ ես։ Մենք ուղղակի խնդրում ենք Տեր, ապավինելով քեզ, խնդրում ենք Տեր Արքա, քո գահին նստած, մեր աղաղակը հասնի քեզ, դու լսես ու պատասխանես Տեր։ Քո ամենակարող զորությունով քանդես սատանայի ամեն պատերը, քանդես այդ Երիքովի պատերը Տեր, ու տաս մեզ ժառանգելու այն օրհնությունները, որ դու նախապատրաստել ես։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն։ Սիրելիս, աղաղակել չի նշանակում նենց գոռալ, որ հարևանները ինֆարկտ ստանան։ Աղոթքից ժամանակ։ Իհարկե, եթե ուզում ես գոռած, բարձր դիր բերնիդ գոռա։ Բայց աղաղակել նշանակում է ներսը տա աղաղակում։ Դու կարաս կանգնես մի հատ ձեն չանես, բայց աղաղակես։ Ցես կանգնես նայես երկինք ու արցունքներդ գնա։ Հենց աղաղակ կլինի, Աստված ասել է Սուսե քրեշտակներ, երաշտություն բան կանգնում է, հələ նայեք ինչա գնացեք ես հարցը շուտ լուծեք։ Հələ նայեք ոնց է գոռում ներսից։ Հələ նայեք ինչ լաց է բարձրացրել ներսից։ Այսինքն աղաղակել նշանակում է ապավինության ձայն հանել երկինք, այդ ձայնը կարա չլսվի, երկինքը լսում է, երկինքը քո սիրտն էլ գիտի, քո ներսն էլ գիտի։ Ամեն։ Դրա համար այս շաբաթը վերցրու քո համար սիրելիս։ Վերցրու աղաղակ բարձրացրու երկինք։ Տեր Աստված ել չեմ կարում։ Խնդրում եմ օգնի։ Խնդրում եմ հաս, ես գիտեմ դու կարաս։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու, բայց մինչև հաղորդությունը ընդունելը ես ուզում եմ մի հարց տամ։ Կամ արդ էստեղ, որ այսօր առաջի անգամ եկել, այսպես եկեղեցում դեռ չի եղել, կան այդպիսի մարդիկ։ Աստված օրհնի ձեզ,